10-ի ցուցահանդես։ Այս խորագրի ներքո նկարչի տանն իրենց աշխատանքներն են ներկայացրել 10 երիտասարդ գեղանկարիչներ, ովքեր մեր արվեստասերներին են ներկայանում համահավաք մի ցուցադրությամբ, որտեղ սակայն նրանցից յուրաքանչյուրն իր անհատական խոսքը, գույներն ու ոճն ունի։ Իսկ ընդհանուր առմամբ առկա են հայ ժամանակակից գեղանկարչության հիմնական ուղղությունները՝ Արմեն Ամիրաղյան, Լևոն Աբրահամյան, Վահագն Թադևոսյան, Ռաֆայել Մեգալ, Վանանդ Շիրազ, Արման Վահանյան, Սուրեն Սաֆարյան, Վահագն Գալստյան, Անդրեյ Գասոյան։ Ահա այս գեղանկարիչներն են ներկայացրել իրենց ստեղծագործությունները մեկ ցուցահանդեսում, որը արվեստաբան Պողոս Հայթայանը լավ անակնկալ է համարում արվեստասերների եւ արվեստաբանների համար։ Հիմա էստաֆետը ձեր մոտ է, ձեր ժամանակն է ներողություն կռիվ տալու, բայց հեշտ չի, հանգիստ, հեշտ չի, որովհետև ձեզ ինչպես բոլորին ապրել է պետք, ներքի փող է պետք, կտավի փող է պետք, էս է պետք, են է պետք, և ձեր միջավայրում հաջողակ տղեկ կան, ոչ թե արվեստի շնորհիվ, այլ արտ բիզնեսի շնորհիվ, այսինքն անում են բաներ, որոնք ասում է ծախվում է, հետո մի 10-15 տարի հետո ասենց հետ կնայես կտեսնես, որ քեզնից բան չի մնացել, չկա, ոչ մի բան չկա։ Երիտասարդ գեղանկարիչներից Սուրեն Սաֆարյանը մեր զրույցի ընթացքում ասում էր, որ հատուկ կոնսպեկտ չեն կազմել այս ցուցադրության համար։ Այս ցուցահանդեսի կոնսպեկտը նրա մեջ հետաքրքիր, որ չկա ոչ մի կոնսպեկտ։ Այստեղ ցուցադրվում են 10 գեղանկարիչներ եւ ամեն մեկը անհատապես է ներկայանում, բայց ինչն է հետաքրքիր, որ այս ցուցահանդեսում այս 10-ը իրար հետ չէին ցուցադրվել եւ մեզ շատ էր հետաքրքրում արդյոք կարող ենք համատեղվել։ Մեզ միավորողը բանն է, դժվարությունները, այսինքն ցուցահանդես մասնակցելու, կազմակերպելու բան, դրա համար որոշեցինք իրար ճանաչող ժամանակա իրար հետ սովորած տարբեր տարիքի մարդիկ կան իհարկե, բայց մի հատ իրար հետ կախվել, ցուցադրվել բան, այսինքն ընդհանուր առմամբ երևի պետական բան չէ, պետք է լինի աջակցություն բանը լինի, մեզ մենակ աջակցել է միությունը նկարիչների ու շատ բաներ կիսատ է, բուկլետներ չկա, այսինքն չկա, այս չկա, այն չկա, մի խոսքով մեզ միավորել է բանը փյասիբությունը։ Առասարակ դժվար է երիտասարդ գեղանկարչի համար, իսկապես։ Շատ դժվար է, մեր հիմա ես որ նայում եմ, թվում է թե էքսպոզիցիան շատ, ասենք, ներկայանալի է եւ այլն, բոլորը շնորհալի մարդիկ են եւ այլն, բայց ես որ հիշում եմ մեր ուսանողական տարիները, ինչ ասեմ, առաջատար տղեկը չկան ստե։ Մեկը դառել է մալյար, մեկը մյուսը եսի ինչ անում, այսինքն բոլորը թողել են այս ասպարեզը։ Կենցաղի ծանր ունեն Չեմ վաճառվում ձեր նկարները։ Իհարկե, բայց երբեմն իհարկե վաճառվում են, ասենք սխալվում են, հառնում են, չէ՞։ Ցուցահանդեսի մեկ այլ մասնակից էլ Վահագն Թադևոսյանը հակառակ կարծիքի է։ Շեշտում է, որ երիտասարդ գեղանկարիչների համար կոնկրետ դժվարություններ չկան։ Բողոքել չեմ սիրում, ասում էր։ Դժվարություն մի բանում եմ տեսնում, որ աշխատել է պետք մեզ։ Մենք դժվարություն չեմ կարծում, որ որևէ նկարիչում ու չեմ կարծում, որ Հայաստանում լավ նկարիչին չճանաչեն իր դժվարությունները չլուծեն։ Այսինքն անամենայնիվ կարծում եք խնդիրը այստեղ նկարչի լավ նկարիչն է, այո, իհարկե։ Միանշանակ դա է խնդիրը, եթե Հայաստանը այն երկիրը չի, որ կարող է կորի լավ նկարիչ է։ Ես խորը համոզված եմ դրանով։ Գեղանկարիչները պատմությունն է ցույց տվել, որ հաճախ նույնիսկ քաղցած են եղել, չէ՞, թե ասենք իմպրեսիոնիստները ո՞մ, բայց որևէ մեկը նրանցով չի հետաքրքրել, բայց դա նրանց չի խանգարել, չէ՞, հանճարեղ գործեր ստեղծել։ Ես չեմ կարծում, որ քաղցած են եղել, դա մի քիչ թույլ կարծիք է։ Նկատի ունեմ պետությունից, սակայն աջակցություն չեն ակնկալել, չէ՞։ Պետություն ենք ասում, բայց հովանավոր կարելի ասել, անունը կամ ասենք աղբյուրը այստեղ պայմանական է։ Էական է, բայց պայմանական է, այսինքն հովանավոր կարող է լինել, պարտադիր չի հենց պետությունը։ Ասենք ինչ կուզեիք, որ պետությունը ձեզ համար աներ, հաճախ եմ լսում, որ պետությունը անուշադիր է եւ այլն։ Իրականում ինչ կարող է անել։ Կարող է պետական ֆինանսավորում, արվեստանոցներ կարող է։ Պատվերներ, այսինքն։ Բացի պատվերներից, օրինակ ժամանակին եղել է խորհրդային տարիներին ֆոնդեր են եղել, կարծում եմ, որ պետք է ֆոնդերի աշխատանքը վերականգնվի, նոր ֆոնդեր ստեղծվեն, պետական գնումներ լինի գոնե երիտասարդներից, որովհետև
եթե ասենք մնացած արվեստի բնակավարները մի քիչ ավելի քիչ ծախսատար են, կերպարվեստը կանխիկ գումար է պահանջում ստեղծելու համար հենց։ Գոնե դրա համար, որ մարդիկ կարողանան ստեղծեն։ Մենք չենք պահանջում խրախճանքների գումար։ Արվեստանոցների խնդիրներ ունենք, բոլորս։